Հայ էկոնոմբանկի Հովանու ներքո լեռնային ուղեկցորդների և զբոսավարների հայկական ասոցիացիայի նախաձեռնությամբ լեռնային վազքի Հայաստանի բացառաշնության օրացույցը երկարատև դադարից հետո կրկին ակտիվանում է։ Հոկտեմբերի 18-ին առաջնությունը կհյուրընկալի Արագածոտնի Եղիպատրուշ գյուղը և Թեղենիս լեռը, որը լիովին համապատասխանում է միջազգային ստանդարտներին։ Լեռնային ուղեկցորդների և զբոսավարների հայկական ասոցիացիայի նախագահ Հովհաննես Մարտիրոսյանը հոկտեմբերի 14-ին Արարատ մամուլի ակումբում հրավիրված ասուլիսում շեշտեց. միջոցառումը միտված է սպորտային կյանքի խթանմանը, բայց հիմնական նպատակը Հայաստանի ճանաչելիության բարձրացումն է։ Այն 2026-ին կվերածվի փառատոնի, բայց արդեն Արագածի լանջերին։ Skyrunning-ը կոչվում է երկնային վազք, այն հիմնականում կազմակերպվում է 2000 մետրից սկսած բարձրությամբ լեռներում։ Հայաստանում մենք իրականում սկսել ենք Թեղենիսից, որը որ գտնվում է Արագածոտնի մարզում, եւ բնականաբար մյուս տարիներին այս միջոցառումը արդեն վերածվելու է փառատոնի եւ կազմակերպվելու է Արագած լեռան վրա եւ նաեւ ունենալու է միջազգային ստատուս, այսպես ասած, այս միջոցառումը արդեն ներգրավելու է մի քանի միջազգային ասոցիացիաների եւ ֆեդերացիաների կազմում, որպես Skyrunning-ի միջոցառում։ Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը շեշտեց, միջոցառումը նպաստում է հայկական զբոսաշրջության դիվերսիֆիկացմանը, դրանով իսկ Հայաստանի համաշխարհային գրավչության բարձրացմանը։ Քանի որ հենց մարզերում է իրականացվում այսպիսի միջոցառումները, նաև ապակենտրոնացմանը զբոսաշրջության Երևանից դեպի հանրապետության մարզեր։ Բացի այդ, մի շատ կարևոր այսօրվա համար ակտուալ խնդրի լուծման է նպաստում մեզ համար նպատակային շուկա հանդիսացող երկրներում, եվրոպական, ամերիկյան, Ճապոնիայում Հայաստանը դեռևս նրանց արտգործ նախարարությունների պաշտոնական ինտերնետային կայքերում ներկայացվում է կարմիր եզրագծերով, այն ոչ այնքան անվտանգ երկիր։ Նման միջոցառումները հակառակն են ապացուցում։ Բացի այդ, հնարավորություններ է տալիս արդեն տեղական համայնքներին, քանի որ այդ վայրում կազմակերպվում է որևէ միջոցառում, այդ միջոցառումը հյուրընկալող եւ շրջակա համայնքների տնտեսական ակտիվացմանն է նպաստում։ Մշակութային ժառանգության պահպանությանը, զարգացմանը, խթանմանն է նպաստում։ Տավուշի մարզի զբոսաշրջության զարգացման գործակալության խորհրդի նախագահ Սոս Խաչիկյանը հիշեցրեց, կա կառավարության գործողությունների տնտեսական ծրագիր, բայց այն պետք է զբոսաշրջության հետ փոխկապակցել կլաստերացման միջոցով։ Մենք այսօր համագործակցում ենք օրինակ Հայ էկոնոմբանկի հետ։ Դա կորպորատիվ պատասխանատվության, սոցիալական պատասխանատվության, բիզնեսի եւ այլ ոլորտների ներգրավվածության մասին է խոսքում եւ ավելի շատ այստեղ կա երկրորդական էֆեկտ, բազմակի էֆեկտ հասկացությունը տնտեսության հետ կապված։ Skyrunning-ի գլխավոր հովանավոր Հայ էկոնոմբանկի գործադիր տնօրենի տեղակալ Վահե Ղազարյանը ընդգծեց. բանկը միշտ ողջունում է բոլոր տեսակի նախաձեռնությունները, որոնք միտված են Հայաստանում առողջ ապրելակերպի զարգացմանը, նշելով, որ Հայ էկոնոմբանկի աշխատակիցներին եւ հաճախորդներին պարբերաբար հորդորում են սպորտը դարձնել ապրելակերպ։ Կրկին անգամ ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այս նախաձեռնության կազմակերպիչներին եւ օժանդակողներին։ Ապա Ղազարյանը խոսեց առաջին 3 տեղերը զբաղեցնող աղջիկ եւ տղա մասնակիցների համար նախատեսված մրցանակների մասին։ Դրանք 6-ն են՝ 75,000-ից 150,000 դրամ։ Միևնույն ժամանակ շնորհակալություն հայտնեց նախաձեռնության կազմակերպիչներին։ Մեր մասնակից լեռնագնացներին կցանկանանք, որ նորանոր բարձունքներ գրավեն ու ինչպես նշեցին մեր գործընկերները, նմանատիպ միջոցառումներով մեր տուրիստական ազգային գրավչությունը նոր մակարդակներ բարձրացնեն ու դրանով նորանոր զբոսաշրջիկներ ներգրավենք մեր հանրապետություն, դրանով օգնելով ոչ միայն առողջ ապրելակերպի, այլ նաև մեր երկրի համախառն ներքին արդյունքի բարձրացմանը։ Հովհաննես Մարտիրոսյանն էլ հույս հայտնեց, որ այս միջոցառումը Հայաստանում մասսայական դարձնելով հնարավոր է հետագայում դրան կան մասնակցելու բազմաթիվ այլ երկրներից։ Սրա մուլտիպլիկատիվ էֆեկտը բազմաթիվ անգամ ավելի շատ է, քան հնացած մեր գործիքակազմը, որ մեր երկրում մենք գոնե համատության առումով, միգուցե ավելի արդյունավետ կլինի, եւ մի շատ կարեւոր նկատառում, որ մեծ միջոցառումը կազմակերպվում է ամենաբարձր լեռան ստորոտում։ Սա ավելի թիրախային է դարձնում, միջոցառումը։
ես որ շեշտեցի, որ մյուս տարվանից արդեն լինելու է արագացում, սա շատ կկոնսոլիդացնի ամբողջ Լեռնային համայնքը եւ ոչ միայն։ Ղազարյանը խոսեց Հայէկոնոմբանկում ընդունված թիմբիլդինգային մշակույթի պարտադիր արշավներ կազմակերպելու մասին, ինչը անհրաժեշտություն է նստակյաց աշխատանքի պայմաններում։ Կարծիք հայտնեց, որ գովելի կլիներ գործատուները այդ ուղղությամբ համագործակցեին սպորտային ասոցիացիաների հետ։ Ի դեպ, Skyrunning-ի մասնակիցների շուրջ 15%-ը բանկի աշխատակիցներն են, որոնց շրջանում կան մարդիկ, ովքեր գագաթներ են հաղթահարել նույնիսկ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս։ Հովհաննես Մարտիրոսյանը եզրափակելով ասուլիսը հավելեց. հասարակությունը պետք է գիտակցի, լեռներով շրջափակված լինելը միայն լուսանկարելու եւ լուսանկարվելու համար չէ, դրանք պետք է դառնան կարևոր զբոսաշրջային եւ սպորտային այցելավայրեր։